ստեղծել այս 29,000 կան կազմակերպություններ, նախաձեռնություններ, անունները գիտեք իրենց լսել եք որևիցե գործնականությամբ, ծավալվող գործնականությամբ նկատեմ հասարակական, քաղաքացիական իրավունքների Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Երևանի մամուլի ակում, հանրային լրագրության ակում, Երևանի մամուլի ակում, այո, հետաքրքիր է, չգիտեի, որ իրենք էլ են միացել այս հայտարարությանը ու կոչ են անում դադարեցնել ինչը։ Դատապարտում են օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչների եկեղեցու գործերի միջամտելը դա համարելով ոչ միայն սահմանադրության, նաև համապատասխան օրենքի Ինչ է նշանակում եկեղեցու գործերի մեջ միջամտել, ինչպես ենք միջամտում, շատ հետաքրքիր է եւ կարևոր է հասկանալ սահմանադրության խախտում տեղ որն է։ Եթե իրանք նկատի ունենեն, որ սահմանադրության մեջ գրված է հստակ եկեղեցին անջատապետությունից, օրինակ ինչի եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին այս 3 տարվա ընթացքում այս նույն հասարակական կազմակերպությունները կոչ չէին անում, որ դուրս գա քաղաքականությունից։ Օրինակ այդ երկակին ստանդարտները ես չեմ ընդունում, էլի։ Եթե մի բանը դատապարտում ես, դատապարտի նաև մյուս կողմին։ Ու մանավանդ այն դեպքում, երբ շատ անընդունելի ձևով էր արվում այդ միջամտությունը։ Այսինքն այս 3 տարվա ընթացքում մենք չենք նկատել, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, մենք աչքներս կապում ենք, լռում ենք դրա մասին, բայց երբ գործող իշխանությունը արժանի հակահարված չասեմ, բայց իրեն ենթադրվող պարտականությունն է կատարում, այն որ եկեղեցին պետք է լինի ոչ միայն անջատ պետությունից, այլ նաև անջատ այլ պետություններից։ Երբ հստակ գիտենք, տեսնում ենք, որ նույն քաղաքականությունն են վարում, նույն ուղղվածություն ունեն ինչ-որ ընդդիմադիր որոշակի ուժեր, երբ հստակ գիտենք, որ փորձում են տորպեդահարել խաղաղության գործընթացը, երբ հստակ գիտենք, որ եկեղեցիների ներսում քաղաքական քարոզ են իրականացնում, տեսանյութերը հրապարակված են, թե ինչպես են թեմի առաջնորդները պատարակների ժամանակ քաղաքական քարոզ կատարում, ել չասեմ են բարքերի մասին, էլի այդ բիզնեսմենի ոճով եկեղեցին կառավարելու, որոշակի ավտորիտար ռեժիմ ստեղծելով, որ եկեղեցականը ուզում է ազատ խոսք ասել, նրան կարգալույծ են անում, որը իրենց հաճո խոսք չի ասում, խաղաղությունն է օրհնում, իրան նզովում են։ Ուզում հասկանալ այս ամեն ինչի մենք չենք տեսել, չենք բանանում, բանի տեղ չենք դնում, լռում ենք դրա մասին։ Այդ ամեր հասարակության ցանկությունը, որպեսի այն թեմաները, որոնք որ բոլորիս են առնչվում, բոլորիս քաղաքականությունից դուրս են անգամ, բայց այս դեպքում քաղաքականության ներսում են անգամ, մենք պետք է աչքներս կապենք, ասենք չէ, լռենք ու ընդհանրապես չզբաղվենք դրանով։ Դա է մեր ցանկությունը։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե երբ այս գործընթացը սկսվեց, մենք շատ մեծ բան ունեինք, էլի մտավախություն ունեինք, որտեղ շատ նրբազգաց թեմա է, յուրաքանչյուրի համար sense նուրբ լարերին դիպչող թեմա է։ Երբ ամեն ինչ գնալով խորացավ եւ տեսնում են մարդիկ ինչպես են եկեղեցականները նզովում, երբ տեսնում են ինչպես են խոսում, ինչ բարքերի են տիրապետում, այսինքն առօրեական մարդիկ շփվել են դրա հետ։ Եվ բոլորը միաբերան բարձրացնում են, որ այո, այս ովքեր են, այս ինչա կատարվում, պետքա փոխել, պետքա բարեփոխել։ Մենք չենք խառնվում, մենք ասում ենք եկեղեցական ժողովը ինքնուրույն պետքա իր կանոնակարգը ընդունի, բայց վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, կանոնակարգ, որի մեջ եկեղեցու գործերի մեջ խառնվելու կետ չկա։ Կա հստակ քարտեզ, թե ինչպես է պատկերացնում վարչապետը եկեղեցու բարենորոգման գործընթացը, որը որ չի վերաբերվում հավատքին, կրոնին, չի վերաբերվում հոգևոր աշխարհին, այսինքն աշխարհիկ կյանքը չի մտնում այդտեղ հոգևոր աշխարհի մեջ, այլ վերաբերվում է հստակ կառուցակարգերի, որը գործում է եկեղեցի պետություն հարաբերակցության մեջ, նաև կաթողիկոսի տեղապահի ընտրության կարգներ հրապարակել, հարկային դաշտի մասին էր խոսել, թե ինչպես է ինքը պատկերացնում դա, որովհետև մենք գիտենք, որ Կտրիչ Ներսիսյանը ամբողջ հայ ազգի համար այլևս չի համարվում կաթողիկոս։ Ժորժ ջան, եկեք մոռանանք, էլի մի հատ ընդդիմություն, իշխանություն, այս խոսույթները մոռանանք։ Մենք ընդունում ենք, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը պետք է լինի հայ ժողովրդին ներկայացնող անհատ։
ընդունում ենք, չէ՞ դա։ Մենք պետք է լսենք իրենից, չեմ ասում ընտրության կարգով պետքա 3 միլիոն քաղաքացի կամ 10 միլիոն հայ իրան ընտրի, դրա մասին չի խոսք, այլ գոնե մեծամասնությունը նրա խոսքը ընկալի որպես հայրական հորդոր, հարգանք, պատիվ, արժանապատվություն ունենա այդ մարդը հայ ժողովրդի մոտ։ Մենք տեսնում ենք, որ հիմա չունի այդ մարդը դա։ Մենք դրա վրա աչք փակենք, ասենք նորմալ է, ոչինչ, թող երեխա ունեցող կանոնակարգը խախտած ուխտազանց մեկը մեր եկեղեցին կառավարի ավտորիտար ռեժիմով, դա է մեր ցանկությունը։ Այս հասարակական կազմակերպությունները ես այդ հարցն եմ ուզում ուղղել։ Թե թողնենք, որ ասում են թողեք ինքնուրույն պետք է կարգավորվեն, թողում ենք, ով ձայնը բարձրացնում, հեռացնում են։ Ասում են կոմպրոմատների ազդեցություն կակին նրանք ձայն բարձրացրել բոլորի վրա էլ վստահաբար այսինքն երբ որ քահանաներ էին, տեր Արամներ, տեր Թադեներ, տեր Աղաններ դա անգամ 2 տարի առաջ ձայն բարձրացրել, մենք դրա մասին չէինք էլ իմացել, որ ասել էր ինձ ցույցերի զորով մի ուղարկեք, Փարազատ մորս, որը որդի է ուղարկել, ցույցերի մի ուղարկեք, այդ մարդուն կարգալուծ էին արել։ Այդ էլ մեր գործամ ձեռամբ չէր, այսինքն մենք էինք ստիպել Տեր Աղանին նման ձայն բարձրացնել 2 տարի առաջ կամ 1 տարի առաջ։ Դա այսինքն այդ թեզը կոմպրոմատներ, արքեպիսկոպոսներ կան, որ լսում ես այդ մարդկանց խոսքը, հասկանալի որ այս մարդիկ հոգևոր աշխարհի մասին են, ոչ թե քաղաքականության կամ բիզնեսի, ինչպես Կտիչ Ներսիսյանն է ու շրջակա միջավայրը։ Այսինքն մարդը, որ խաղաղությունն է օրհնում, Էստոնիայի թեմի առաջնորդը ասում է ողջունում է, որ Հայաստանի Հանրապետությունը բռնել է Եվրամիության ուղին, պետք է Կտիչ Ներսիսյանը մի ամբողջ մայրաթորի անունից, ուզուրպացրած մայրաթորի անունից հանդես գա հայտարարությամբ, որ դա չի արտահայտում եկեղեցու կարծիքը։ Ինչու չի արտահայտում։ Խաղաղությունը չի արտահայտում եկեղեցու կարծիքը։ Հետաքրքիրը գիտեք, որն է այս ամենի մեջ, որ Արցախի թեմի առաջնորդին էլ արդեն դավաճան ու Արցախուրաց են համարում։ Ինչի միայն Արցախի թեմի, ով նրանց հաճո չի, նրանք դավաճան են համարում։ Երբ սկզբում խոսում էինք կոնկրետ խնդիրներից, խնդիրները թողած խոսում էին, որ եկեղեցու դեմ արշավ է կազմակերպել այս իշխանությունը։ Հիմա եկեղեցու դեմ իրանք են արշավ կազմակերպել։ Իրանք ներսից քանդում են եկեղեցին, ընդհանրապես նրա համար, որ մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում, արդար քննություն են ուզում։ Այս արքեպիսկոպոսների անջատումը ինչի տեղի ունեցավ, որտեղ մարդիկ հստակ պահանջ էին բարձրացրել Կտիչ Ներսիսյանի առաջ, այնպես որ հետաքննությունը հանձնախումբը պետք է քննի Արշակ Խաչատրյանի տեսանյութը հրապարակված կամ նրա գործելավոճը, այդ հանձնախմբի աշխատանքները փակվեցին, պարտակվեցին, այս մարդիկ էլ ասին, դա որտեղ արդարությունը տեղ։ Տիկին Մինասյան, եթե կներեք էլի, եթե մեկը կհակադրվի այս բոլորին, այս ամբողջին ինչը տեղի է ունենում, այսինքն ես հերթականությամբ թվեցի ինչա կատարվում։ Ես նրա հետ կբանավիճեմ բովանդակային, բայց եթե մեկը ձևի հետ է դժգոհում, ձևի մասին է դժգոհում, թե ինչպես կարող է օրինակ իշխանությունները խառնվեն կամ չգիտեմ, խառնվեն եկեղեցու գործերին, այստեղ եկեղեցու գործերին չեն խառնվում։ Ես կարծում եմ, որ մեր եկեղեցիները կառույցները նկատի ունեմ, պետք է դռները բաց լինեն բոլոր քրիստոնյաների առաջ, բոլոր հավատացյալների համար։ Ինչ իրավունքով են դռներ փակում եւ հեռանում։ Ովքեր են իրանք, որ եկեղեցու դուռ փակեն, դա իրենց հոր տունը չի։ Եվ դա անթույլատրելի եմ համարում։ Եվ ես կարծում եմ, որ այս նույն հասարակական կազմակերպությունները թե պետքա դատապարտեին այդ ամբողջ թեմի քահանաներին, ասեին դուք ով եք, դուք ինչ իրավունք ունեք եկեղեցու դուռ փակեք։ Դուք ընդհանրապես այնտեղ տեղապահեք։ Ձեր տունը չի, այդ Աստծո տունն է։ Այդ ինչ իրավունք ունեք, էլ այդ ոնց եք ձեզ վրա վերցրել այդքան։ Ես ուղղակի կարծում եմ, որ այս բովանդակային կետերի հետ ոչ մեկ չի կարող բանավիճել։ Անհերքելի փաստեր են։ Տիկին Մինասյան, կաթողիկոսը բացի ուխտադրուժ լինելուց, փաստորեն նրա հասցեին կա եւս մեկ մեղադրանք, Հայաստանի վարչապետը շատ ուղիղ խորհրդարանում հայտարարեց, որ նա ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ավակ լեյտենանտներին։ Վարչապետը մի փոքր այլ ձևակերպմամբ ասեց եւ կոնկրետ ձեկուցման մասին Կտիչ Ներսիսյանի մասին չէր խոսք ասեց, եթե ասում են չի կաթողիկոս, որը ինձ կենթարկվի, մեզ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա։ Հիմա սա չի նշանակում, որ մեր կաթողիկոսին է ուղղված մեղադրանք, այսինքն այս կոնկրետ այո, որ չի ենթարկվի օտարերկրյա ծառայությանը, ես կարծում եմ, որ Ոստեղ մի մեղադրանք չի նաև, ես կարծում եմ, որ Կտիչ Ներսիսյանը այդ փաստերին շատ լավ ծանոթ է։ Կտիչ Ներսիսյանը չի հեռանում, որովհետև նա չի իր
ցանկությունների եւ գործողությունների տերը, նրա տերերը պետք է նրան թույլ տան, որպես ինքը ինչ-որ գործողություն անի, եւ այդ ամենը նաեւ եկեք մի քիչ հանրամատչելի բացատրեմ, էլի, եթե ասենք դնենք իրավական գործընթացը տեղ, իրավական մասը, որը պետք է պատասխանեն իրավապահները, ակնկալում ենք առնվազն իրավական գործընթաց, որը պետք է պատասխանեն դրան իրավապահները, ես դրա հետ առնչություն չունեմ, չեմ մեկնաբանի։ Եկեք հասկանանք, էլի, մեր ընդդիմությունը, որ ասում եմ ընդդիմությունը նկատի ունեմ ժողովրդավար առողջ ուժերին, որոնք կան, գործում են եւ շեշտեք, որովհետեւ դա կարեւոր է։ Չէ, շատ կարեւոր է, ես ասում խորհրդանական ընդդիմությունը եւ նրանցից ծնված ելուստները, որը ամեն օր նորը մի հատը հայտ է գալիս, շատ հստակ թեզեր ունեն։ Այդ հստակ թեզերը երբևիցե ուղղված չեն ներպետական խնդիրներին։ Մենք չենք լսել նրանցից, որ օրինակ խոսեն, հա, այտենց օթուն բառեր են ասում, ուժեղ բանակ ունենանք, ազգային պետություն ստեղծենք, այդ կենացների մասին է խոսքը, էլի։ Իսկ արտաքին քաղաքականության գործում մշտապես ուզում են մեկ կենտրոնից կախվածություն, Լեռնային Ղարաբաղի թեմայով կոնֆլիկտի հարատևում եւ ըստ դրա այդ կոնֆլիկտի ցավը ողբերգությունը անդադ շահարկել եւ մեղադրել իշխանություններին որևիցե գործողություն չանելու մեջ անընդմեջ դիվերսիֆիկացիային դեմ գնալ, տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին եմ խոսում, որ եթե մի բանը առնում ես մի երկրից, իրենք դեմ են դրան, պետք է անդադ կախված լինես այդ մի երկրից, եթե հանկարծ ուրիշ երկրից փորձես առնես, ղազախականցորեն դες օրինակ, հիմա վերջերս խոսակցություն են գնում ադրբեջանական նավթի մասին, նրանք դեմ են ցանկացած այլ տեղից, որոցե տնտեսական համագործակցության։ Այս ամեն ինչին մշտապես զուգորդվել է այսպես կոչված մայրաթորի հայտարարությունները։ Ինչի եմ ասում այսպես կոչված, որտեղ մայրաթորը իմ համար իմ հայ առաքելական եկեղեցու գլուխն է, իսկ այս պահին նա ուզուրպացված է Կտրիշ Ներսիսյանի կողմից։ Եթե այդ հայտարարությունները չլինեին նույնական, եթե օրինակ ՀԴ Գերագույն մարմնի 135-ամյակին նվիրված arczepiskopos-ներ չգնային կամ սրբազաններ չգնային օրհնելու այդ process-ը, եթե անընդհատ մի ուժի եւ մի քանի ուժի հարող ակցիաներին չմասնակցեին, եթե նրանց քաղաքական խոսքը, որտեղ նրանք քաղաքական խոսք են ասում, ամբողջությամբ նույնական չլիներ մեր գործընկեր պետության Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խոսնակի հետ, ես կասեի լավ, ես սխալվում եմ։ Բայց ինչպես է ստացվում, որ այս 5 տարին էլ հրաժարականի պահանջից սկսած մինչև ցանկացած գործընթացի վերաբերյալ կարծիք, սահմանազատման վերաբերյալ մայրաթորը հայտարարություն է տարածում, Տավուշից գյուղեր եք հանձնում։ Ացնդել եք։ Հələ որ քաղաքական ուժերն են դա մանիպուլացնում, ես հասկանում եմ, բայց եկեղեցին ինչ գործ ունի, կամ լավ գործ ունի, հայրենակիցներին մեր հետաքրքիր էր, ո՞նց ես կարողանում տենց սուտ ասել։ Ո՞վ է ձեզ թույլ տվել։ Այդ թեզերը չի գրվում Հայաստանում, հարգելիներս։ Մենք դա տեսնում ենք հստակ։ Գրվում է Ռուսաստանում, որի հետ էլ իշխանությունը համագործակցում է Տիկին Մինասյան։ Աշխատում է։ Շատ կարևոր է։ Այստեղ իշխանությունը աշխատում է ամեն դեպքում ոչ մի կապ կտրված չէ։ Իհարկե, ինչի մեր դեմ աշխատող պետության հետ որևէ կապ կտրված չէ։ Մեր դեմ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունն է աշխատում, որոշակի, բայց մեր դեմ նկատի ունեմ իշխանությունների դեմ, էլի։ Շատ այլ երկրներ էլ կարող են ունենալ ցանկություններ Հայաստանի դաշտում, Հայաստանի ներքաղաքական դաշտում ազդեցություն ունենալ եւ մենք պետք է այդ երկրների հետ ճշնամանք ունենանք, ոչ։ Մենք պետք է համագործակցենք յուրաքանչյուր երկրի հետ մեր պետական շահից բխող։ Մեզ պետական շահը բխում է, որ մենք տնտեսական համագործակցություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մեր պետական պայմանագրերը պնդում են, որ մենք այո ունենք որոշակի պարտավորություններ միմյանց հանդեպ, ոչ միայն Հայաստան, Ռուսաստանի հանդեպ։ Մենք շարունակում ենք այդ պարտավորությունները կատարել։ Չէ, այստեղ հարցը այն մասին է, ինչու եք նեղանում, եթե նրանք Ռուսաստանի հետ խոսույթի առումով թեկուզ նույնական են։ Ինչու նեղանալ, եթե չեմ նեղանում, ասում եմ, իմ պետական շահից չի բխում դա։ Ես հստակ մանրակրկիտ բացատրում եմ, որ եթե մի կենտրոնից է կախվածությունը եւ անընդմեջ բոլոր մեր ենթակառուցվածքները եղել են այդ մի կենտրոնի ձեռքում, մենք տեսել ենք 20 թվականին ինչա տեղի ունեցել, 22 թվականին, 23 թվականին ինչա տեղի ունեցել, հələ դեռ Լեռնային Ղարաբաղի հետ ինչ էր տեղի ունենում, ասում էին մենք մանդատ չունենք այնտեղ խառնվելու։ 22 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանի հետ տեղի ունեցավ։ Այսինքն այս մարդկանց հետ միակ
Զենքի գումար էինք ուղարկում, զենքը չէին տալիս։ Այնքան ներքին խմորումներ են տեղի ունեցել, ինձ թվում է արդեն բոլորը հայտնի են ժողովրդին, այսինքն մենք ինչ որ թաքուն բան չկա, բայց այդ ամենից զատ մենք գիտենք, որ այո, մենք ունենք տնտեսական համագործակցության սերտ կապեր, մենք ունենք տնտեսական համագործակցության սերտ կապեր նաև այլ երկրների հետ, որոնց հետ խորացնում ենք, եւ մենք կարծում ենք, որ մեր ռազմավարական գործընկերները պետք է մեկը չլինի, պետք է մի քանիսը լինի։ Հիմա սա հստակ ապացուցված փորձարկված թեզա, որին հերքելը, որին հակադրվել է անիմաստ է։ Որ չես կարող էլի ասենք պրիմիտիվ տրամաբանությունը։ Եթե մյուս կողմն ենք նայում ինչ են ասում, ասում են չէ մենակ մեկի հետ ենք ուզում աշխատենք, որտեվ հանկարծ այդ մեկը չջղայնանա։ Որն է մեզ օգուտ, թող ժողովուրդը որոշի։ Իսկ մենք կարծում ենք, որ պետական շահից բխող իրականությունը ժողովուրդը տեսել է եւ հաշտ է դրա հետ։ Այ ընդդիմությունը եւ որոշակի եկեղեցականներ, որոնք գտնվում են եկեղեցու վերնախավում, նրանք անընդհատ կրկնում են նույն թեզերը, ոչ թե իրանք են տենց մտածում, այլ իրանք ասում են, որ իրանք տենց մտածեն, տարբերություն դրանում է։ Դա նշանակում է Տիկին Մինասյան, դուք էլ ասացիք, որ թույլ չեն տալու կաթողիկոսին հեռանալ։ Եվ այս դեպքում, այսինքն այս արճակատումը բավականին երկար է ձգվելու։ Սա Հայաստանի Հանրապետությունն է եւ ոչ մի օտար ուժ չի կարող ստեղ թելադրել իր ցանկությունները կամ իր քաղաքականությունը։ Ոչ իր սատելիտներով ընդդիմադիր ուժերի, ոչ էլ եկեղեցականներով բացառվում է հայ ժողովրդին ապատկանում։ Այսինքն վաղ թե ուշ այդ կաթողիկոսի փոփոխությունը մենք տեսնելու ենք։ Միանշանակ։